Շարունակում ենք Կորինթացիների նամակի նախավերջին պատգամը, որը շատ կարևոր պատգամ է։ Պետք է ուսումնասիրենք 13 և 14 համարները, 16-րդ գլխի, եկեք մի անգամից կարդանք տեքստը, այնուհետև Տիրոջ շնորհով տանք բացատրություն։ Արթուն եղեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, արիացեք և զորացեք, ձեր ամեն բաները թող սիրով արվեն, ամեն։ Կորինթացիներին ուղղված առաջին նամակի մեծ մասը, հիշում եք, գրված է եղել հանդիմանության և քննադատական ոգով։ Առաջին 14 գլուխներն անդրադառնում են նախ և առաջ կորինթացիների ոչ վայել քրիստոնյայի վարքագծին, իսկ 15-րդ գլուխը վերաբերվում է նրանց սխալ աստվածաբանական պատկերացումներին։ Նույնիսկ 13-րդ գլուխը սիրո մասին այդ հրաշալի շարադրությունը գրվել էր կորինթացիների սիրո պակասի համար, հանդիմանելու նպատակով, մի հատկանիշ, որն այդքան բնորոշ էր նրանց եկեղեցում, այսինքն նրանց հանդիմանվում էր այդ խոսքերով։ Բայց այդ հանդիմանությունները ի վերջո բխում էին Պողոսի սիրուց։ Պողոսը լի էր Աստծո սիրով և նրա հանդիմանությունները, ինչպես Տիրոջ կողմից իր զավակներին ուղղված հանդիմանությունները միշտ սիրով էին արվում, որովհետև Տերն ում սիրում է, ասում է Եբրայեցիների 12:6-ը, ծեծում և խրատում է, յուրաքանչյուր որդու, ում սիրում է։ 13-14 համարներում նա տվեց ուրեմն 6 պատվեր այն մասին, թե ինչպիսին նրանք պետք է լինեին, այսինքն ինչ չափանիշներով պետք է Աստծուն ծառայել, մեր անցած պատգամը։ Այս համարները կարդալով ցանկություն է առաջանում անգամ 16-րդ գլուխը ընդհանրապես ամբողջությամբ կարդալ և կրկին ու կրկին նորից ամբողջ Կորինթացիները կարդալ, որպեսզի ավելի խորը կարողանանք հասկանալ Կորինթացիների ամբողջ թեման, միտքը, որտեղ էին նրանք սայթակել, ինչի համար էր հասել ի վերջո այս աստիճանի, ինչն էր խնդիրը, սա ինչի համար է կարևոր, որովհետև մենք նույնպես Աստծո եկեղեցին ենք, որպեսզի մենք էլ չկրկնենք այդ սխալները։ Մեր տեքստի գլխավոր միտքը հետևյալն է. հոգևոր կյանքը ապրել հավասարակշռված և արդյունավետ սկզբունքներով։ Հոգևոր կյանքը ապրել հավասարակշռված և արդյունավետ սկզբունքներով։ Եվ հոգևոր կյանքը հավասարակշռված, արդյունավետ ապրելու համար առաքյալը տալիս է 5 սկզբունք։ Առաջինը՝ արթուն եղեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, արիացեք, զորացեք և ամեն բան սիրով արվի։ Ինչի նկատի ունեմ ասելով արդյունավետ, որովհետև հոգևոր կյանքը արդյունք կտա, եթե հետևենք Պողոսի այս հորդորներին։ Իսկ անտեսելուց հակառակ արդյունքը կստանանք։ Պողոս առաքյալը կոչ է անում հավատացյալներին լինել իրենց հավատքի ուժեղ պաշտպաններ, բայց միևնույն ժամանակ կատարել բացարձակապես բոլոր գործողությունները մեղմությամբ և ուրիշների նկատմամբ հոգատարությամբ։ Առաջինը, որ մենք տեսնում ենք, արթուն մնալն է։ Ընդհանրապես այս 5 ուրեմն սկզբունքները մեր հոգևոր կյանքի համար շատ կարևոր սկզբունքներ են։ Եթե մեկը բացակայում է, կարծես թե վնասում է այն մյուս 4-ին։ Եկեք ուշադիր լինենք և հետևենք։ Արթուն մնալ։ Այս հատվածում Կորինթացիներին ուղղված Պողոսի առաջին պատվերն է արթուն եղեք։ Այն բխում է գրեգերեո բառից հուներեն, որը կարող է նշանակել հսկել, զգոն լինել կամ արթուն լինել, և ունի կենդանի լինելու փոխաբերական իմաստ, այսինքն կենդանի եղեք։ Այս տերմինը Նոր Կտակարանում օգտագործվում է ավելի քան 22 անգամ, հաճախ մատնանշելով քրիստոնյաների կյանքի, հոգևոր կյանքի և կենսունակությունը ի հակադրություն
հոգևոր անտարբերության, անտարբեր վիճակի։ Թվում է, թե կորինթացիների համար բնական վիճակը բարոյական եւ հոգևոր եւ երբեմն նույնիսկ ֆիզիկական թմրացություն ուներ։ Նրանք քնել էին կարծես։ Ինչպես օրինակ, երբ նրանք հիշում եք, հարբում էին Տիրոջ ընթրիքի ժամանակ, 11-րդ գլուխ 21 համարը։ Նրանց նայելով ուրիշ բան չես կարողանում պատկերացնել, միայն հոգևոր քնած վիճակ ես տեսնում։ Կորինթացիները ոչ մի առումով զգոն չէին։ Նրանք թույլ տվեցին, որ իրենց անցյալի հեթանոսական գաղափարներն ու սովորությունները կրկին ներթափանցեն իրենց նոր կյանքի մեջ։ Դրանով իսկ վտանգելով Տիրոջ հանդեպ իրենց հավատարմությունը եւ փչացնելով միմյանց հետ ունեցած հաղորդակցությունը։ Տեսնում եք, այսինքն, եթե մի հոգևոր կյանքում դու զգոն չես լինում, դու արդեն նմանվում ես բառից բուն իմաստով աշխարհին։ Նրանք Աստծո խոսքը փոխարինեցին մարդկային իմաստության։ Մենք տեսնում ենք, առաջի գլուխ 18-ից համարից սկսած մինչև երկրորդ գլուխ 16 համարը, նրանք Աստծո իմաստությունը թողած մարդկային իմաստությունով էին վարվում, անգամ հենց եկեղեցու մեջ։ Եվ ինչ էլա, բաժանվեցին անգամ խմբերի, առաջի գլուխ 10 համարից ենք մենք տեսնում, 17 համարը եւ այլն։ Անբարոյական վարք դրսևորեցին 5-րդ գլուխ 1-ից 13 համարը, դատական վեճերի մեջ մտան, հավատացյալն արդեն դատի էր տալիս, 6-րդ գլուխ 1-ից 8 համարը, եւ աղավաղված պատկերացումներ ունեն ամուսնության, կուսակրոնության, ամուսնալուծության վերաբերյալ 7-րդ գլուխ 1-ից 40 համարները, բավարարում էին իրենց քմահաճույքները 10-րդ գլուխ 1-ից 13 համարները եւ չեն մտահոգվում ուրիշների բարօրության մասին 10-րդ գլուխ 23-ից 33 համարը։ Նրանք սխալ էին հասկանում եւ սխալ էին օգտագործում իրենց հոգեվոր պարգևները 12-14-րդ գլուխները։ Հեթանոսների դիվային լեզուները վերագրում էին ինչ Սուրբ Հոգու պարգևի եւ ամենակարևորը նրանց պակասում էր սերը 13-րդ գլուխ 1-ից 6 համար։ Տեսնում եք, եթե մենք ուշադիր չենք այն հորդորներին, որը որ տալիս է Տեր Աստված իր Սուրբ խոսքով, մենք նույն վարքագծով ենք ապրում։ Երբեմն անգամ սկսում ենք էլ չնկատել։ Եվ դեռ շատ սխալներ ունեն, որը չեն կարող բոլորը հիշատակել, բայց Պողոսը մանրակրկիտ ուշադրություն էր դարձրել եւ խոսել էր ամեն մի սխալի, մեղքի, բարոյական չափանիշների մասին։ Եվ ամբողջը ուսուցանելով հիմա ասում է. արթուն մնացեք։ Նոր կտակարանը մեզ սովորեցնում է, որ պետք է արթուն մնանք, հիշելով առնվազն 6 վտանգի մասին։ Նախ պետք է զգոն լինենք սատանայի հարցում։ Առաջինը տեսնում ենք առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-ից 9 համարներում, որը նույն հրամայական եղանակով կոչ է անում առաքյալը եւ տարբեր առաքյալներ։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8 համար։ Արթուն մնացեք, հսկեցեք, որովհետև ձեր հակառակորդը սատանան մռնչացող առյուծի պես պտտվում է եւ փնտրում է, թե ում կուլ տա։ Հաստատուն հավատով նրան դեմ կանգնեք, գիտենալով, որ ձեր եղբայրներն աշխարհում նույն չարչարանքներն են կրում։ Այսինքն մենք տեսնում ենք, եթե մենք արթուն չենք հավատքի մեջ, մենք սատանայի պարզապես թակարդում ենք հայտնվում։ Մենք չպետք է գիտակցենք, մենք պետք է կներեք գիտակցենք սատանայի ռազմավարական հնարքները, որոնք որքան էլ քողարկված լինեն, միշտ արմատավորված են 3 գայթակղություններից մեկում, որն է մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ կյանքի հպարտությունը, որը Հովանեսը ասում է առաջի Հովանու 2-րդ գլուխ 16 համարում, որով միշտ գցում է մեզ մեղքի մեջ։ Մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ կյանքի հպարտությունը։ Սրանք պարզապես արտահայտություններ չեն կամ սրանք ուղղված չեն մի կողմի վրա։ Մարմնի ցանկությունը կարա տարբեր մեղքեր իր մեջ քաշի, նույնը աչքերինը, նույնը հպարտությանը։ Երկրորդ, մենք պետք է դիմադրենք գայթակղություններին։
ասում է արթուն մնացեք եւ աղոթեք, ասաց Հիսուսը, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Մարկոս 14:38։ Եթե զգոն չմնանք եւ աղոթքի միջոցով Աստծո օգնությունը չփնտրենք, հաճախ նույնիսկ չենք էլ նկատի գայթակղությունները։ Եթե մեր հոգևոր աչքերը փակ են, ավելի հեշտ է մեղքի մեջ ընկնել այդ ժամանակ։ Սա գալիս է նույնպես արթուն չլինելուց։ Երրորդ, պետք է խուսափենք անտարբերությունից եւ հաղորդության պակասից մեկս մյուսի հանդեպ։ Այս մեղքերի էությունն այն է, որ դրանք դժվար է ընկալել։ Ըստ էության անտարբեր եւ անհաղորդ մարդը զուրկ է զգացմունքներից, ուստի չի կարող զգոն մնալ։ Հաղորդություն բառը պարզապես բարև ոնցեսը չի, դա հաղորդություն բառն է, որը կոյնոնիա փոխանցում է այն միտքը, բառն է, որը իր մեջ կրում է միաբանության, խոսքի եւ հոգևոր կյանքի մեջ։ Այսինքն բառից բուն իմաստով Քրիստոսի մեջ մենք այդ միաբանությունը պետք է ունենանք, այլ ոչ թե տենալուց լավ ես, ոնց ես, դա մենք սովորական այն մարդու հետ ենք անում, ում որ գոնե մի քիչ ճանաչում ենք։ Սարդիկեի եկեղեցին հիշեք կարծում էր, թե հոգևոր կյանք ունի, կարծում էր, բայց իրականում այնքան անտարբեր էր Աստծո կամքի հանդեպ, որ նույնիսկ չէր գիտակցում, որ ինքը արդեն մեռած է։ Տեսեք ինչ է գրում Հայտնություն 3-րդ գլուխ 1-3 համարներում։ Սարդիկեի եկեղեցին է ուղղված։ Եվ գրիր Սարդիկեում գտնվող եկեղեցու հրեշտակին։ Հիսուսն է ասում, սա գիտեք, որ Հիսուսի Հովանեսի տեսիլքն է, որը որ Հիսուսն է անձամբ խոսում նրա հետ։ Այսպես է ասում նա, որ ունի Աստծո 7 հոգիները եւ 7 հաստղերը։ Գիտեմ քո գործերը, որ անուն ունես, թե կենթանի ես, բայց մեռած ես։ Արթուն եղիր, նորից տեսնում եք արթնության կոչ է անում։ Արթուն եղիր եւ հաստատիր այն մնացած բաները, որ մեռնելու վրա են, արդեն մեռնում են դրանք։ Քանի որ քո գործերը Աստծո առաջ կատարյալ չեմ գտնում, ուստի հիշիր, թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր եւ ամուր պահիր եւ պաշտպանիր։ Եթե արթուն չմնաս, գողի պես գալու եմ քո վրա եւ բնավ չես իմանալու, թե որ ժամին եմ գալու քո վրա։ Եվ Լաուդիկեի եկեղեցին 3-րդ գլուխ 15-16 համարում այս արթուն չմնալու արդյունքը տեսեք ինչ է ասում Տերը։ Գիտեմ քո գործերը, որ սառն ես, ոչ տաք, երանի թե կամ սառը լիներ կամ տաք, բայց քանի որ դու գաղջ ես եւ ոչ տաք ես, ես էլ ոչ էլ սառը, ես քեզ դուրս պիտի փխսեմ իմ բերանից։ Պատկերացնում եք ինչքան տհաճ զզվելի իրավիճակ է նկարագրում Հովանեսը, որ եթե մենք արթնության մեջ չենք, եթե մենք արթուն չենք հոգևոր կյանքից, սա Աստծո համար, կարծես Քրիստոսի համար գաղջ վիճակ է, որը զզվելի է, որը չես կարողանում մարսել, չես կարողանում կուլ տալ։ Հիշեք քրիստոնյաները չեն կարող անպատիժ մնալ անտեսելով Աստծո խոսքը։ Սուրբ Գիրքը անտեսելը նշանակում է անհարգալից վերաբերվել հենց Աստծո նկատմամբ, որովհետև նրա խոսքը կարծես անարժեք լինի տվյալ անձի համար։ Այդպիսի մարդը շուտով կհասկանա, որ այն ինչ լսել է, էլ չի հիշում, եւ Տիրոջ ուղին նրա համար գնալով ավելի անորոշ է դարձել եւ հոգեվոր կյանքը խորտ պատրվակ է ուղակի։ Երբ Աստծո խոսքը մեզ համար կորցնում է իր որոշակիությունը, մենք անտարբեր ենք դառնում դրա հանդեպ։ Բայց հորդոր այսպիսի մարդուն դա հենց ճիշտ պահն է, հենց ճիշտ պահն է, որ պետք է գիտակցենք եւ ապաշխարենք։ Եթե չանենք դա, Աստված իր սիրո մեջ, բայց կպատժի մեզ։ Այնպիսի ժամանակ եւ գուցե այնպիսի եղանակով, որոնք մենք նույնիսկ չենք էլ կարող ուղղակի պատկերացնել։ 4. Քրիստոնյաները պետք է զգուշավորություն ցուցաբերեն կեղծ ուսուցիչների հարցում, որոնց մասին հաճախ է նախազգուշացնում նոր կտակարանը։ 2 Պետրոս 2 գլուխ 1 համարը կարդանք։ 2 Պետրոս 2 գլուխ 1 համարը։
Բայց ժողովրդի մեջ լինելու են նաև սուտ մարգարեներ, ինչպես որ ձեր մեջ էլ պիտի լինեն սուտ վարդապետներ, որ գաղտնագողի պես մտցնելու են կորստաբեր հերձվածներ և ուրանալով տիրոջը, որ իրենց գնեց իրենց վրա արագահաս կորուստ պիտի բերեն։ Շատերը նույնիսկ եկեղեցու ներսում իրենց շրջապատ կհրավիրեն կեղծ ուսուցիչների կամ իրենք կգնան նրանց մոտ։ Երկրորդ Տիմոթեոս 4:3 համարը այսպես է գրում. որովհետև կգա ժամանակ, երբ ողջամիտ վարդապետությանը չպիտի անսան, այլ իրենց ցանկությունների համաձայն վարդապետներ պիտի հավաքեն իրենց շուրջը, իրենց ուզածը լսելու մարմանջով։ Տեսնում եք ինչ է ասում, ճշմարտությունից ականջները կթեքեն, որովհետև ուրիշ բան են ուզում լսել, իրենց ուզածն են ուզում լսել, այլ ոչ թե Աստծո ասածը, քանի որ ճշմարտությունը այլևս չի բավարարում նրանց։ Եվ նրանք հաջորդ համարը ասում է, և ճշմարտությունից ականջ պիտի դարձնեն և առասպելների հետևից կգնան։ Ահա թե ինչ էր իրենց ուզածը, առասպել։ Առասպելը ինչ է, ընդհանրապես, հորինվածք, այսինքն ոչ թե խոսքի բացատրությունը, այլ հորինելով զվարճացնեն, արի յուղով օծենք, որ զորանաս, դևեր հանենք, մեր ոտքերի տակ գցենք, անիմաստ պատմություններ, տեսիլք ու երազներ, որը ավելի հաճելի է, քան Աստծո խոսքի հստակ բացատրությունը, որը իրենց հոգնեցնում է։ Այո, այսօր շատերը կան, հոգնում են Աստծո խոսքի բացատրությունը լսելուց, նրանց շոու է պետք, նրանց ցիրկ է պետք։ Մի կեղծիք էլ կա, որը փափուկ բարձ է, այդ հաճոյախոսողների համար։ Ասում է, Աստված քեզ ընդունում է ինչպես որ կաս։ Տեսեք, եթե Աստված ինձ ընդուներ ինչպես որ ես կայի, ապա Տիրոջ գալը, խաչվելը, մահանալը, հարություն առնելը անիմաստ ծրագիր կլիներ, որ արեց նա։ Այս ուսմունքը կամա թե ակամա մարդուն ասում է, ինչ մեղքերով որ կաս, այնպես էլ մնա, Աստված քեզ ընդունում է առանց Հիսուսի։ Բայց հիշենք, որ Աստված մեզ ընդունում է, քանի որ մենք նրա արյամբ ենք գնվել, և նրա շնորհիվ թե հավատ ենք ստացել, և թե փրկություն, որն էլ համարձակություն է տվել մեզ կանգնել Աստծո առջև որպես սրբված և մաքրված։ Ուստի ասելով ամեն ինչ զգոն եղեք, Պողոսը նախազգուշացնում է Սուրբ գրքին չհամապատասխանող ուսմունքների վտանգի մասին։ 5-րդ համարում շարունակում է ասելով Պողոսը. բայց դու արթուն եղիր ամեն ինչում։ 2 Պետրոս 4:5 համար։ Տիմոթեոս, բայց դու արթուն եղիր։ Առաջին 4 նախազգուշացումները մատնանշում են մի վտանգ, որը պետք է մշտապես հիշել ժամանակին խուսափելու համար, քանի որ այն մեզ վրա է հասնում անսպասելի։ Միևնույն ժամանակ նոր կտակարանը սովորեցնում է մեզ ապավինել այն դրական բաներին, որոնք ամրապնդում և օգնում են մեզ։ Ինչպես նախկինում Հիսուսը պատվիրել է մեզ արթուն մնալ և աղոթել, որպեսզի չընկնենք փորձության մեջ, Մարկոս 14-րդ գլխում, աղոթքը տեսեք ասում է, որ մեզ զորացնում է, Աստծո ճանապարհով ընթանալու և պաշտպանում է սատանայի հնարքից։ Աղոթքը պարզապես ծիսակատարություն չէ, որին հավատացյալ քրիստոնյաները պարտավոր են մասնակցել։ Սա պարտավորություն չէ, այլ անհրաժեշտություն է։ Աղոթքը քրիստոնյայի հոգևոր կյանքի ամենակարևոր տարրն է։ Դա սրտի զարկն է հոգևոր կյանքի։ Եփեսացիների 6-րդ գլուխ 18 համարում այսպես է գրում։ Եփեսացիների 6-րդ գլուխ 18 համար։ Բոլոր աղոթքներով ու աղաչանքներով միշտ հոգով աղոթելով ու հենց այս բանում բոլոր սրբերի համար կատարյալ հարատևությամբ և աղաչանքներով արթուն հսկելով։ Այսինքն, եթե տեսնում ենք, թե որքան են կապված իրար աղոթքը և արթուն մնալը։
Ավելին քրիստոնյաները պետք է արթուն մնան, սպասելով Տիրոջ վերադարձին։ Քրիստոսի հանդեպ հավատարիմ կյանքով, սա 6-րդն է, հավատարիմ կյանքով ապրելու երկու հիմնական պատճառ ունենք, մենք քրիստոնյաներս։ Խաչի վրա նրա զոհաբերությունը և նրա վերադարձը, նրա երկրորդ գալուստը։ Ուստի արթուն կացեք, արթուն մնացեք, որովհետև չգիտեք, թե որ օրը Տերը պիտի գա։ Ձեր Տերը ժողովուրդ ջան, չգիտեք, թե որ օրը պիտի գա։ Ասում է Մատթեոս 24-րդ գլուխ 42 համարը, 25-րդ գլուխ 13 համարը։ Բայց Տիրոջ օրը պիտի գա գիշերվա գողի պես, ասում է Պետրոսը։ Ուստի դուք ինչպիսի մարդիկ պետք է լինեք, այստեղ հարց է առաջանում։ Ինչպիսի մենք պետք է լինենք սուրբ կյանքով և Աստված պաշտությամբ, սպասելով և փափագելով Աստծո օրվա գալուստը։ Սա արդեն ասում էր 2 Պետրոս 3-րդ գլուխ 10-12 համարը, բայց եկեք կարդանք այդ հատվածը, ընդհանուր կարդանք։ 2 Պետրոս 3-րդ գլուխ 10-ից 12 համարները։ Սակայն Տիրոջ օրը պիտի գա գիշերվա գողի պես, այնժամ երկինքը սաստիկ շառաչյունով պիտի անցնի, և տարրերը խիստ տաքությունից պիտի լուծվեն, երկիրը և նրա մեջ եղող գործերը պիտի այրվեն։ Ուստի քանի որ այս ամենը հալվելու է, ինչպիսի մարդիկ պետք է լինեք, դուք սուրբ վարքով ու բարեպաշտությամբ, սպասելով ու փութալով Աստծո օրվա գալուն, որի հետևանքով երկինքները կրակով բռնված պիտի լուծվեն և տարրերը խիստ տաքությունից պիտի հալչեն։ Սակայն իր խոստման համաձայն մի նոր երկինք ու նոր երկինք ենք սպասում, որոնց մեջ արդարություն է բնակվում։ Մենք պետք է արթուն մնանք, որտեղ չգիտենք որ օրն է Տերը գալու։ Եվ եթե մենք արթուն չլինենք, այս բարկությունը, որը ցույց է տալիս, որ երկինքը պիտի հալվի իր տաքությունից, պետք է այրվի, սա մեզ թող լինի նախազգուշացում։ Եվ հաջորդ սկզբունքը, որը Պողոսը նկարագրում է, հաստատուն մնացեք։ Ավելին արդյունավետ կյանքով ապրելու համար անհրաժեշտ է հաստատուն մնալ և ամուր կանգնել հավատքի մեջ։ Ինչպես ասել է աստվածաբան Չարլզ Հոջը, մենք պետք է կասկածներ ունենանք, մենք պետք է չկասկածենք եկեղեցու վարդապետության վերաբերյալ։ Կորինթացիները, ինչպես շատ եփեսացիներ, տարուբերվում են վարդապետության ամեն մի քանուց, Եփեսացիների 4:14-ը, հա։ Շատ հարցերում նրանք հաստատուն դիրքորոշում չունեին։ Քիչ բան էր նրանց համար թվում հստակ կամ բացարձակ ճշմարտություն։ Շատ բան հարաբերական և անորոշ էր թվում։ Այսօր չկա, մեր մեջ չկա այդպիսի մարդիկ, այսինքն ամեն ինչ տենց հստակ գիտենք, եթե չգիտենք ու տարիները անցել են, սա մեր թուլություն է, արթուն չմնալու պատճառն է։ Այն հավատը, որի մասին այստեղ խոսում է Պողոս առաքյալը, տեսեք, անձնական վստահության հավատը չէ, այլ հավատ ավետարանի խոսքի ճշմարտության հանդեպ։ Հուդան խոսում էր հենց այս հավատի մասին, երբ հորդորում էր հավատացյալներին, պայքարել այն հավատի համար, որը մեկն միշտ ավանդվել է սրբերին։ Հուդա 3-րդ համարը, գիտենք մի գլուխ է։ Եվ Պողոսն ասաց. «Սա է այն ավետարանը, որ քարոզեցի ձեզ, որը նաև ընդունեցիք և որի մեջ հաստատուն կանգնած եք»։ 15-րդ գլուխ առաջի համարում, հիշում եք, մի քանի շաբաթ առաջ ենք ունեցել քարոզը։ Սա այն հավատն է, որի համար պետք է բարի պայքարը մղենք։ Տիմոթեոսին 6-րդ գլուխ 12 համարում այսպես է ասում. «Պատերազմիր հավատի բարի պատերազմը, պահիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր ու դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առջև»։ Պողոս ասաց Փիլիպեցիների նամակին նաև, պետք է այս համարը կարդանք, Փիլիպեցիների առաջի գլուխ 27 համարը, որը սերտ կապված է մեր թեմայի հետ։ Միայն թե Քրիստոսի ավետարանին վայել ձևով քայլեցեք, որպեսզի երբ գամ, տեսնեմ, իսկ եթե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ դուք կայուն, մեկ հոգով, մեկ մտքով
միասնաբար պայքարում եք ավետարանի հավատի համար։ Այստեղ խոսքը հավատի վարդապետության մասին է, ուսմունքի, ճիշտ ուսմունքի մասին է։ Տեսեք, սատանան չի կարող խլել մեր փրկարար հավատը։ Եթե մարդը փրկվել է, նա այլևս չի կարող խլել այդ հավատը։ Սակայն կարող է նա վնասել, աղավաղել Աստծո խոսքի ճշմարիտ վարդապետությունը, ինչը նա հաճախ է անում։ Եթե ամուր չկառչենք Սուրբ գրքի ճիշտ մեկնաբանությունից, ապա անխուսափելիորեն կկանգնենք ծուռ ճանապարհին, կունենանք սխալ համոզմունքներ, որը իր հետ կբերի սխալ վարքագիծ, որը տեսնում ենք Կորինթացիների կյանքում։ Չես կարող Աստծո խոսքը սխալ հասկանալ, բայց ճիշտ կիրառել կամ սուրբ ապրել։ Չես կարող Աստծո խոսքը սխալ հասկանալ, բայց լինես իր կամքը կատարող։ Կորինթացիներից շատերը ընկալելով անհավատ եւ կռապաշտ ընկերների ազդեցության տակ, ընկնում էին դրանց տակ, հասել էին այն աստիճանի, որ Աստծո մասին բուն ճշմարտությունը հիմարություն էին անգամ համարում։ Առաջի Կորինթացիների առաջի գլուխ 18-21 համարում։ Այո, նրանց մեջ կար, պատկերացրեք, մարդիկ, որ ասում են, հիմարություն է այս ամեն ինչը։ Մարդկային փիլիսոփայությունն ու իմաստությունը գրեթե զրկել էին նրանց Աստծո խոսքն ընկալելու կարողությունից։ Փորձելով համադրել մարդկային իմաստությունն Աստծո իմաստության հետ, նրանք դրանով իսկ խաթարել են Աստծո ճշմարտության եզակիությունն ու հեղինակությունը։ Պողոսը նախազգուշացրեց նրանց։ Առաջի Կորինթացիների, եկեք կարդանք այս հատվածը, առաջի Կորինթացիների 3-րդ գլուխ 18-19 համարները։ Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի։ Եթե ձեզանից որևէ մեկը կարծում է, թե ինքն իմաստունն է այս աշխարհում, թող հիմար դառնա, որ իմաստուն լինի, որտեղ այս աշխարհի իմաստությունը Աստծո առաջ հիմարություն է, քանի որ գրված է, նա իմաստուններին բռնում է իրենց իմաստության մեջ։ Իրենց իմաստության մեջ բռնում է, շատերը կան, չէ, մեծամտում են, փիլիսոփայում են, բայց իրենք իրենց խոսքի մեջ անգամ բռնվում են, իրենց կեղծիքի մեջ։ Ինչպես Կորինթացիներից ոմանք, այնպես էլ այսօր շատերը կարծում են, թե մարդկային գիտելիքի եւ իմաստության պրիզմայի միջոցով կարող են ճանաչել Աստծո խոսքը։ Կորինթացիներին պակասում էր հենց հաստատակամությունը Սուրբ գրքի ըմբռնման հարցում։ Նրանք թերանում էին նույնիսկ Տեր Հիսուս Քրիստոսի անձի վերաբերյալ։ Հեթանոսությունն այնքան էր մթագնել նրանց միտքը, որ ոմանք թեև պնդում էին, թե խոսում են Աստծո հոգով, բայց ինչ էին անում։ Հիսուսին նզովյալ էին կոչում, 12-րդ գլուխ 3-րդ համարը։ Աստծո խոսքի հանդեպ ունեցած անորոշությունը նրանց այնպիսի այլասերման ու մոլորության մեջ գցեց, որ նրանք սկսեցին հարձակվել հենց ավետարանի էության վրա, ուրանալով Քրիստոսին եւ նրա վրա անիծյալ հայտարարելով։ Նրանք պարզապես ուրացել էին արդեն Տիրոջը։ Տեսնում եք ինչ է անում, եթե մենք արթուն չենք։ Ես վստահ եմ հիմա մեր մեջ մարդիկ կան, որ ոչ ուսումնասիրում են, ոչ խորը աղոթքի կյանք ունեն, ոչ տքնում են, վարդապետության մեջ, ոչ ամբողջ ժամանակը դնում են ինչի, կային քարոզներ նայեմ, աստվածաբանական թեմաներ ուսումնասիրեմ, աստվածաբանական գրքեր կարդամ։ Դու, եթե այդպես մտածում ես, կարող ես առողջ հոգևոր կյանք ունենալ, քույր եղբայր, դա անհնար է, պարզապես անհնար է։ Պետրոսը նման մարդկանց մասին այսպես է գրում, որը որ մենք արդեն կարդացել ենք, 2 Պետրոս առաջի գլուխ, երկրորդ գլուխ առաջի համարը, պետք է մի հատ էլ կարդամ։ Բայց ժողովրդի մեջ լինելու են նաև սուտ մարգարեներ, ինչպես որ ձեր մեջ էլ պիտի լինեն սուտ վարդապետներ, որ գաղտնապես մոլորեցնելու են կորստաբեր հերձվածներ եւ ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց իրենց վրա արագահաս կորուստ պիտի բերեն։ Այստեղ պետք է շատ ուշադրենք։ Այստեղ Պողոսը նկատի չունի, որ սուտ մարգարեներն ու սուտ ուսուցիչներն են փրկված, գնված Տիրոջ անունով, այլ որ հենց դրանք
կմոլորեցնեն փրկվածներին իրենց սուտ ուսմունքներով։ Ստեղ այդ դրա մասին է խոսում։ Հետևաբար, եթե մենք մեր ամբողջ ռեսուրսները չենք դնում ճշմարտությունը ճանաչելու վրա, մենք անգամ այն հասարակ հեռուստացույցը նայելուց կարող ենք մոլորվել։ Այս սերիալները նայելուց կարող ենք Աստծո ճշմարտությունից շուռ գալ մի անգամից։ Ահա թե ինչպիսի վտանգ է Աստծո խոսքը ծուռ մեկնաբանելու կամ ծուռ ընդհանրապես ուսմունքներ լսելու։ Ահա թե ինչ վտանգ կա, երբ չի ուսուցանվում խոսքը ճշմարիտ վարդապետությամբ։ Գիտեք, այսօր բացի մկրտականներից ամբողջ Հայաստանում ասում են վարդապետության մենք կարիք չունենք եւ իրենք իրենց մոլորեցնում են։ Այս մարդիկ էլ էին մի ժամանակ, գիտեք, ձեռքերը վերև փառաբանում Տիրոջը, բայց հետո ինչ եղան, մոլորվեցին։ Ուստի Պողոսը պատվիրում է նրանց հաստատուն մնալ հավատի մեջ։ Ճիշտ ինչպես Թեսաղոնիկեցիների դեպքում առաքյալը կարող է ասել նրանց. 2-րդ գլուխ 15 համար 2-րդ Թեսաղոնիկեցիների. Արդ եղբայրներ հաստատուն մնացեք եւ պինդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք թե խոսքով եւ թե մեր նամակներով։ Իմիջիայլոց սա պետք է շեշտեմ, սա այն ավանդությունը չի, որ առաքելական եկեղեցին սարքել է դրոշակ։ Երբ հարց ես տալիս, թե ինչու եք մարդկանց մարդկային ավանդություններ սովորեցնում, ասում են, տեսեք, հեսա գրված է, ու մեջ բերում են հենց այս համարը։ Այստեղ առաքյալը օգտագործում է պարադոսիս բառը, որը նշանակում է փոխանցված ուսմունք, փոխանցված վարդապետություն, այս ավանդությունը նկատի ունի, այլ ոչ թե մարդահնար հորինված ավանդություններ, սկսած իրենց շորերից ու ավարտած իրենց ծիսակատարություններից, նաև ծուռ ուսմունքներից, որը Հովհաննես Օձնեցին 8 եւ 10-րդ դարի ավանդություններից վերցրել է եւ կազմել է մի գիրք, որը չի համապատասխանում Սուրբ գրքի հետ։ Իսկ որը Սուրբ գրքի չէ, մենք ինչ գիտենք, ոչ մի հոգևոր օգուտ չի տա ժողովրդին, բացի ստից, չարիքից եւ դատարկ էմոցիաներից։ Եվ այսօր էլ հենց մեր առաքելական եկեղեցին ապրում է այդ ստի եւ կեղծիքի մեջ, որ նայում է Սուրբ գրքի հետ իրանց արարքը, պահելաձևը, վարմունքը, ուսմունքը նայում ես, ասում ես, չկա Սուրբ գրքում, այս ինչ թազա գիրք է։ Այ հենց այդ է, որ Հովհաննես Օձնեցին 8 եւ 10-րդ դարի մի քանի իրենց հոգևոր հայրերի ավանդություններից վերցրել կազմել է մի գիրք, որ այսօր պահպանվում է եւ ավելի շատ է ուսուցանվում, քան Սուրբ գիրքը։ Այսպիսի մարդկային ավանդության մասին ասած Տերը Մատթեոս ավետարան 15-րդ գլուխ 6 համար. Ձեր ավանդությունների պատճառով խախտում եք Աստծո պատվիրանները։ Նաև Պողոսը գրեց երկրորդ Կողոսացիների 2-րդ գլուխ 8 համարում ասելով. Զգուշացեք չլինի, թե մեկը ձեզ գերի դարձնի փիլիսոփայությամբ եւ դատարկ խաբեությամբ, որոնք հիմնված են մարդկային ավանդությունների կամ աշխարհի սկզբունքների վրա եւ ոչ թե Քրիստոսի։ Եվ հիմա եթե ցանկանում եք հաստատուն մնալ հավատի մեջ եւ չշեղվել տարբեր կեղծ ուսմունքների մեջ, պետք է լավ ուսուցանված լինենք Աստծո խոսքի մեջ եւ ամեն ինչ դիտարկենք ու գնահատենք Աստծո չափանիշների եւ Աստծո ճշմարտության տեսանկյունից։ Եթե մի բանը չի համապատասխանում Աստծո Սուրբ խոսքի հետ, դա մարդուն ոչ մի օգուտ չի տալու։ Պարզապես ժամանակավոր թմրածություն է բերելու իր հոգում եւ մտքում, որը պարզապես տանում է դեպի կորուստ։ Մենք պետք է աղոթենք մեզ եւ եկեղեցու համար այնպես, ինչպես Եփափրասն էր աղոթում Կողոսացիների համար, որպեսզի կարողանանք հաստատուն կանգնել կատարյալ եւ լիակատար Աստծո ամբողջ կամքի մեջ։ Եկեք Կողոսացիների հենց 4-րդ գլուխ 12 համարը կարդանք, տեսնենք ինչպես է նա աղոթում։ Բարևում է ձեզ Եփափրասը Քրիստոսի ծառան, որը ձեզանից է, միշտ աղոթքների մեջ տքնում է ձեզ համար, որպեսզի դուք անթերի ու կատարյալ մնաք ամեն ինչում, որ Աստծո կամքն է։
Եկեք այսպիսի աղոթքներ լինենք թե մեր եւ թե մեր քույր եղբայրների համար։ Երրորդ սկզբունքը հոգեպես հասուն լինելն է։ Քրիստոնեական արդյունավետ կյանքի երրորդ սկզբունքը հոգևոր հասունության սկզբունքն է, որը Պողոսն արտահայտվել է ասելով արիացեք խոսքերով, բնագրում արիացեք։ Այս խոսքերի հիմքում ընկած է հոգևորապես հասուն քաջություն ունենալու գաղափարը։ Այստեղ Պողոսը օգտագործում է ադրիձոմայ բայը, որի թարգմանությունն է քաջ լինել, տղամարդուն վայել պահել։ Բառից բուն իմաստով այդպես է թարգմանությունը, եւ գրված է հրամայական եղանակով։ Հոգեպես հասուն անձնավորությունը բնորոշ են հոգևոր հասուն անձնավորությանը բնորոշ են ինքնատիրապետումը, ինքնավստահություն ու քաջությունը։ Այն հատկանիշները, որոնք պակասում են անհաս կամ հոգևոր հասունություն չունեցող մարդուն։ Պողոսը կրկին հորդորում է կորինթացիներին գործել իրենց սովորական վարքագծին հակառակ կերպով։ Իրենց սովորական վարքագիծը որն էր, որը Աստծո խոսքից դուրս էր, կարճ։ Նրանք աչքի են ընկնում բազմաթիվ վատ հատկանիշներով, բայց ոչ հոգևոր հասունությամբ։ 14-րդ գլուխ 20 համարում հիշում եք Պողոսը գրում էր. «Եղբայրներ, ձեր հասկացողության մանուկ մի եղեք»։ Կորինթացիները հոգեպես աճելու կարիք ունեն։ Նրանք կարծես թե մնացել են հոգևոր թզուկներ։ Նույնիսկ երբ առաքյալը ծառայում էր նրանց մեջ, նա չէր կարողանում նրանց հետ խոսել որպես հոգևոր մարդկանց, այլ որպես մարմնավորի, որպես Քրիստոսի մեջ եղող մանուկների էր խոսում։ Հենց 3-րդ գլուխ առաջի համարում հենց այդպես էլ գրում է առաքյալը։ Եվ ես եղբայրներ ասում եմ, չկարողացա ձեզ հետ որպես հոգևորների խոսել։ Այսինքն ոչ թե որպես հոգևոր մարդու, այլ շարունակում է, այլ որպես մարմնավոր, որպես մանուկների Քրիստոսում։ Իրականում, եթե մարդը շատերն են լինում, սա պարզապես ուղղակի մի մեջ բերում անեմ, միգուցե պետք գա թե սթափվելու եւ թե այսօր շատերը կան, որ կոնկրետ չես կարողանում իրենց հետ խոսալ որպես հոգևոր, որպես հոգևոր եղբոր, որպես հոգևոր քրոջ։ Դու չես կարողանում խոսալ, բայց նա մի կողմից նեղանում է, թե ինչու այդպես։ Որտեւ տեսեք, տարիներ անցնելով, դու տեսնում ես, այս մարդը ինքը չի ուզում աճի, ինքը նպատակ չունի աճելու։ Եվ հետևաբար դու իր հետ չես կարող խոսել որպես այն հոգևոր հասուն եղբայրը։ Եվ նա է, տեսեք, մի բան էլ ինքն է նեղանում, բայց այդպես չի։ Խնդիրը քո մեջ է, այլ ոչ թե քո եղբոր, ով չի կարողանում, նա ի վիճակի չէ խոսալու, որտեվ հոգևոր հասուն մարդու հետ դու շատ բան կարող ես խոսալ, շատ բան կարող ես վստահել, շատ բաներ կիսվել, շատ բաներ սովորացնել եւ բայց դու տեսնում ես մարդը ցանկություն չունի։ Մարդը չի ուզում դրան։ Դրա մեղավորը հիշեք, դա մենք չենք։ Դա այդ խնդիրը գալիս է տվյալ մարդուց։ Նա պետք է ձգտի այդ հոգևոր հասունացմանը։ Տեսնում եք, նա խոսում է թե անցյալ, թե ներկա ժամանակով ասելով, մինչև հիմա չեք կարող, այսինքն անցյալում եւ հիմա էլ չեք կարող։ Գիտեք ինչ ցավ է զգում հովիվը, երբ ցանում ու ջրում է, բայց արդյունքը չի տեսնում։ Այսպես է գրում նույն Կորինթացիներին Պողոս առաքյալը։ 2-րդ Կորինթացիների 2-րդ գլուխ 4-րդ համարը։ Որովհետև շատ վշտերի ու սրտի տառապանքների պատճառով ձեզ գրեցի, շատ արցունքներով, ոչ որպեսզի տրտմեք, այլ իմանաք իմ սերը, որ խիստ առատ է ձեր հանդեպ։ Տեսնում եք, երբ քարոզիչը մեկին քարոզում է, Տերը տվյալ անձին վերստին ծնունդ է տալիս, հովիվը այդ անձին առանձնահատուկ ձևով է սիրում։ Սա նման է ծննդաբերությանը։ Մայրը երեխան ծնվելուց հետո ավելի շատ է սիրում, չէ, երեխային, քան մինչև ծնվելը, որից հետո էլ ամեն մանրուքի վրա դողալով, երբեմն պատժելով, հոգ տանելով ուզում է ճիշտ մեծանա իր զավակը։ Նա ստիպված էր նրանց պատժով
Սպառնալ ճիշտ այնպես, ինչպես ծնողները ստիպված են լինում միջոցներ ձեռնարկել անհնազանդ երեխաների նկատմամբ։ Ինչ եք ուզում, որ ձեզ մոտ գամ գավազանով, ասաց Պողոս առաքյալը, հենց նույն Կորինթացիներին։ Այնպես որ մի կողմից քարոզիչների համար, հովների համար ցավ է լինում, որ չեն կարող նրանց հետ խոսալ որպես հոգևոր մանուկների, բայց մի կողմից է սիրուց դրդված, ուզում են երբեմն անգամ որպես խրատ, միգուցե դա պատիժ դիտարկվի, թեպետ այդպիսի բաներ չեն անում, բայց միգուցե բաներ լինի այս մարդուն դուրս չգա, բայց սա սիրուց մղված պարզապես սեր է, որ ուզում ես, որ տվյալ անձը աճի հոգեպես։ Եվ ինչպես երեխաներն են շատ ժամանակ նեղվում, երբեմն չեն հասկանում, թե ինչու է ծնողը այսպես անում կամ այսպես վարվում, այսպես կոպիտ, բայց երբ հասունանում, դառնում ինչ են անում, արդեն խոստովանում են, որ եթե իմ ծնողս ինձ չդաստիարակեր, ես վատ մարդ կմեծնայի։ Հիշում եք անգամ մի երգ ունենք, հայկական, ասում է, ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել։ Այդպես է, նույնը հոգևոր կյանքում է։ Ով հոգևոր կյանքում հովից խրատելով, նեղվելով չի անցնում իր օրերը, երբեմն հանդիմանությունով, նա կարծես թե առանց հովիվ մի հոգևոր դաշտում որբ լինի։ Այնպես որ դիմացեք մեզ, սիրելի քույրեր, եղբայրներ, դիմացեք մեզ, տեսեք ինչ է ասում Կորինթացիների նամակում 13-րդ գլուխ 13-րդ գլուխ 11 համարը։ Երբ երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի խորհում, բայց երբ այր դարձա, երեխայական բաները թողեցի։ Այնպես որ սա պարզապես ի գիտություն իմացեք, եթե հով ինչ-որ մի բան է ասում, բայց քո սրտով չի, ոչ թե դու նորից մարդկային իմաստությունով վերլուծի, այլ պարզապես նայի։ Եթե իր խոսքը համապատասխանում է Սուրբ գրքին, ուրեմն խնդիր իմ մեջ է, ես դեռ չեմ հասկանում, հետևաբար պետք չի նեղվել։ Հոգևոր հասունությունը սիրո դրսևորումներից մեկն է, մի բան, որ հատկապես պակասում էր Կորինթացիներին։ Սերը ձգտում է հասունության բոլոր բարի ոլորտներում։ Հոգևոր խորաթափանցության, հուզական կայունության և ինքնատիրապետման, անձնական հարաբերությունների, բարոյական մաքրության և հոգևոր հոգու բոլոր պտուղների մեջ։ Գաղատացիների նամակում հիշում եք հասուն հոգևոր մարդու վիճակը, Գաղատացիների 5-րդ գլուխ 22-23 համար, բայց հոգու պտուղն այս է. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Ահա հոգևոր մարդու իրական հասուն վիճակը։ Իսկ այսօր եթե դու հոգեպես հասուն չես, պտուղներով լցված չես, սեր, խաղաղություն, հավատարմություն, ժուժկալություն, սա իմ և քո հարաբերության մեջ արդեն խաթար է որպես հանդիսանում, չի թողնում, որ մենք իրար հետ նորմալ շփվենք, որտեղ մեկը հասուն է, իսկ մյուսը ոչ։ Բայց ամենից առաջ մենք նախ պետք է աճենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտության մեջ, ասում է 2 Պետրոս 3 գլուխ 18 համարը։ Բայց եկեք կարդանք Եփեսացիների 4 գլուխ 13-ից 14 համարը։ 4 գլուխ 13-14 համար։ Մինչև բոլորս էլ հասնենք հավատքի միասնության և Աստծո որդու ճանաչմանը, կատարյալ մարդ լինելու, Քրիստոսի կատարյալ հասակի չափն ունենալու, որպեսզի այլևս երեխա չլինենք, որոնք այս ու այն կողմ են տարուբերվում վարդապետության ամեն մի քամուց, քշվում են մարդկանց խաբեությամբ, որոնք խորամանկությամբ խաբում և մոլորեցնում են։ 15 համարը, այլ սիրով, ճշմարտությանը խոսելով, ամեն բանում աճեք նրա մեջ, որ գլուխն է, այսինքն Քրիստոսը։ Բայց ինչպես կարող է հավատացյալը աճել և հասունանալ։ Միայն սիրելով խոսքի անարատ կաթը։ Առաջի Պետրոս 2 գլուխ 2 համար։ Նորածին մանուկների պես փափագեցեք խոսքի բանական և անխարդախ կաթը, որ դրանով աճեք։ Միայն այսպես կարող եք աճել։
Եվ շարունակում է, եթե իրոք ճաշակել եք, որ Տերը քաղցր է, եթե իրոք դուք ճաշակել եք, որ Տերը, մեր Քրիստոսը, մեր Փրկիչը քաղցր է, ուրեմն պետք է աճեք նրա խոսքով, նրա անխարդախ տված կաթով պետք է աճեք։ Աստվածաշունչը մեզ հոգևոր եւ բարոյական սնունդ է տալիս։ Հիշեք, ամբողջ գիրքը, ինչ է ասում Տիմոթեոսին, ամբողջ սուրբ գիրքը Աստծո շնչով է գրված։ Ինչին է օգտակար, ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի, լիովին պատրաստված լինի յուրաքանչյուր բարի գործի համար։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 15-16 համարներ, 16-17 համարները։ Այո, առանց Աստծո խոսքը սիրելու մենք չենք կարող աճել։ Սա գիտեք, այն կեղծիքը չէ, որ նստած պարզապես ասում ենք, հա, ես սիրում եմ։ Վայ, ինչ քաղցր Աստծո խոսքերը։ Մեկ-մեկ է Facebook-ով մի հատ կարճ համար կիսվեմ, հիանանք, ասենք, այս ինչ իմաստություն է։ Սիրել դա նշանակում է անձնական ուսումնասիրություն։ Պարզապես սիրել եւ ոչ միայն անձնական, այլ քո ազատ ժամանակը տրամադրես լսելով, կարդալով, անընդհատ սա պետք է լինի մեր հոգևոր կյանքը։ Եվ չորրորդ հորդորը, որ անում է Պողոսը, հետևյալն է. զորացեք։ Այս բառը հուներեն կրատայոմայ բայն է, որը նշանակում է ամրապնդվել, ուժեղանալ, անսասան լինել եւ հաստատվել։ Զորացեքը քրիստոնեական կյանքի վերաբերող չորրորդ պատվերն է, որը տալիս է Պողոսը։ Հուներեն այս կրատոտոմայ բառը նոր կտակարանում հաճախ օգտագործվում է մատնշելու ուշադիր ներքին հոգևոր աճը, այսինքն ներքուստ ամրապնդվել, ուժեղանալ, անսասան լինել, անշարժ հաստատված լինել։ Բայց մենք ինքներս մեզ չենք կարող զորացնել, դա Տիրոջ գործն է։ Մեր անելիքն է ուշադիր հնազանդվել նրան, որպեսզի նա զորացնի մեզ։ Մենք կարող ենք զորանալ միայն Տիրոջով եւ նրա զորության կարողությամբ։ Եփեսացիների 6:10-ը կրկին պետք է կարդամ։ Եփեսացիների 6-րդ գլուխ 10 համարը։ Վերջապես եղբայրներ, թեպետ չէի կարդացել, 18-ն էի կարդացել։ Վերջապես եղբայրներ, ուժեղ եղեք Տիրոջով եւ նրա զորության կարողությամբ։ Տեսեք, եւ նրա զորության կարողությամբ, այսինքն զորությունը նրանից է գալիս։ Եվ ինչ է ասում 2 Տիմոթեոս 2 գլուխ 1 համարը, Քրիստոսի մեջ եղած շնորհով։ Հետևաբար, եթե մենք չենք զորանում, պատճառը անհնազանդությունն է։ Պատճառը, որ խոսքը լսում ենք, բայց կես ժամ հետո հարցնես ինչի մասին ենք խոսում, տվյալ մարդը չի հիշում, մոռանում է։ Այսինքն սա լուրջ չի վերաբերվում խոսքին։ Եվ վարվում ենք աշխարհի նման անհնազանդ, կռիվներ, վեճեր, նախանձ, ագահություն եւ այլն։ Միայն ուժեղ հոգին կարող է հաջողությամբ պայքարել մարմնի դեմ եւ հաղթել այն։ Եվ հենց այստեղ էին կորինթացիները թուլություն դրսևորում։ Դուք դեռ մարմնավոր եք, ասաց Պողոսը նրանց։ Չէ որ եթե ձեր մեջ նախանձ, վեճեր, պառակտումներ կան, միթե մարմնավոր չեք, եւ միթե մարդկային սովորության համաձայն չեք վարվում, ասաց 3 գլուխ 3 համարը։ Եվ իրոք իրենց խաբում էին կարծելով, թե իմաստուն են եւ հզոր։ Եթե ձեզանից որևէ մեկը 18 համարում շարունակում է 3 գլուխ, եթե ձեզանից որևէ մեկը կարծում է, թե իմաստուն է այս աշխարհում, թող հիմար դառնա, որպեսզի իմաստուն դառնա։ Առաքյալը նրանց հետ հեգնանքով էր խոսում։ Մենք հիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք իմաստուն Քրիստոսի մեջ։ Մենք տկար ենք, իսկ դուք զորավոր հարգարժան եք, իսկ մենք անարգված ենք։ 4 գլուխ 10 համար հիշում եք այս խոսքերը։ Նրանց հոգևոր տկարությունը դրսևորվում էր նրանով, որ նրանք արհամարում եւ պղծում էին նույնիսկ ամենասրբազանը, Տիրոջ ընթրիքը։
Սա մեկ օրինակ եմ ես բերում պարզապես, ընդհանրապես մեկ օրինակ, բայց գիտենք նման օրինակները, որ պղծում էին բազմաթիվ էր, 14 գլուխ էր։ Այդ հայհոյանքի պատճառով նրանց շատերը տկար ու հիվանդ էին, եւ ոմանք էլ ինչ են անում մահանում են, 11-րդ գլուխ 30 համարը։ Այս ամենի պատճառը ուշադիր Աստծո խոսքին լուրջ չվերաբերվելն է։ Նրանք այնքանով լուրջ չեն, որ մի քանի բան գիտեին անգիր, մի երկու պատմություն Աստվածաշնչից արդեն մտածում են զորավոր դեմքեր են, ինչպես նաև այսօր շատերը։ Այն մարդը, ով կարծում է, թե ինքն ուժեղ է, ինքը ամեն ինչ գիտակցում է, ամեն ինչ հասկանում է, շատ մեծ վտանգի մեջ է գտնվում։ Առաջի Կորինթացիների 10-12 համարը, հիշեք անգիր այս համարը։ Ուստի ով կարծում է, թե կանգնած է, թող զգուշանա, որ վայր չընկնի։ Ով կարծում է, թե կանգնած է, ամուր է, հոգևոր գիտելիքների պրոբլեմ չունի, խնդիր, ինքը ամենամեծ վտանգի մեջ է գտնվում։ Պողոս իր ծառայության ընթացքում մի պահ բախվեց հենց այս վտանգին։ Եկեք մի հատ հայացք նետենք, հա, Պողոսի անցյալ կյանքին։ Երկրորդ Կորինթացիների 12-րդ գլուխ, 12-րդ գլուխ 4-7 համարները կարդանք։ Ասում է, որ մինչև Պողոսը դե պատմում իր հափշտակության մասին, որ մինչև դրախտի մեջ հափշտակվեց եւ անպատմելի խոսքեր լսեց, որ օրինավոր չէ մարդուն պատմել։ 7 համարը։ Եվ որպեսզի հանկարծ հայտնությունների առատությամբ չհպարտանամ, ինձ մարմնի խայթոց տրվեց, սատանայի падգամավոր, ինձ նեղելու համար, որպեսզի չափից դուրս չհպարտանամ։ Բայց այստեղ կարևոր դասը, որ ստացավ Պողոսը Տիրոջից, գտնում ենք 9-րդ համարում։ Եվ նա ասաց ինձ, աղաչում է Տեր, վերցրու ինձանից եւ այլն, բայց Տերը ինչ է ասում։ Իմ շնորհը քեզ բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Առանց ինքնակարգապահության մենք չենք կարող ուժեղ դառնալ, ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեպես։ 9-րդ գլուխ, առաջի Կորինթացիների 9-րդ գլուխ, այս համարն էլ կարդամ, 25 համարում այսպես է ասում. Եվ ամեն մի մրցորդ ամեն բանի մեջ չափավորություն է պահում։ Նրանք մրցում են եղծանելի պսակի, իսկ մենք աներց։ Չափավորություն պահելը սա շատ կարևոր բան է։ Մի կարևոր կարճ սահմանում տամ։ Հոգևոր ուժը ձեռք է բերվում ինքնազոհողության, ինքնանվիրումի եւ ինքնակարգապահության միջոցով։ Հոգևոր ուժը ձեռք է բերվում ինքնազոհողության նախ, ինքնանվիրումի, նվիրյալներ պետք է լինենք եւ ինքնակարգապահության միջոցով։ Մենք զորանում ենք, երբ գործի ենք դնում մեր ուժերը, երբ մեր կյանքը վարում ենք Տիրոջ արժանի կերպով։ Կողոսացիների առաջի գլուխ 10-11 համարում այսպես է գրում առաքյալը 10-11 համարը, որ դուք Տիրոջ առջև արժանի կերպով քայլեք, ամեն ինչում նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերի մեջ պտղաբեր լինելով եւ աճելով Աստծո գիտությամբ, իր փառքի զորության համեմատ ամենայն զորությամբ զորացած, ձեզ տալով կատարյալ համբերության եւ երկայնամտություն ուրախությամբ, գոհանալով Հորից, որ մեզ արժանացրեց, սա ավելացնում եմ, մասնակից լինելու լույսի մեջ բնակվող սրբերի վիճակին։ Ահա թե տեսեք, մենք ոնց ենք զորանում, երբ գործի ենք դնում մեր ուժը, մեր կարողությունը։ Մենք կարող ենք զորանալ միայն ըստ նրա փառահեղ կարողությամբ Քրիստոսի։ Բոլոր հոգևոր ուժերի հիմնական աղբյուրը, եթե նկատեցիք, անշուշտ հենց ինքը Քրիստոսն է։ Պողոսը հիշում եք ինչ էր ասում Փիլիպպեցիների 4 գլուխ 13 համար մեզ հայտնի խոսքերը։ Ես ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Զորությունը, բոլոր հոգևոր զորությունը գալիս է Քրիստոսից։ Եվ առաջի Տիմոթեոս 1:12
Եվ շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ ինձ զորացրեց դրանով, որ ինձ հավատարիմ համարելով ծառայության մեջ դրեց։ Եկեք ինչպես Քրիստոսի աշակերտներն էին հիշում Սաղմոս 27:14-ը, այնպես էլ մենք հիշենք այս համար անգիր։ Ինչ է ասում Դավիթը, սպասիր Տիրոջը, Դավիթը չէ, քաջ եղիր եւ նա կզորացնի քո սիրտը։ Սպասիր եւ քաջ եղիր եւ նա կզորացնի քո սիրտը։ Դարձյալ ասում եմ, Տիրոջը սպասիր։ Ապավինելով Տիրոջը եւ մեր հոգին հնազանդվեցնելով նրա հոգուն, մենք կարող ենք զորանալ հոգով ներքին մարդու մեջ։ Եփեսացիներին ուղված նամակում 3-րդ գլուխ 16 համարը այսպես է գրում. որ իր փառքի ճոխության համաձայն ձեզ շնորհի իր հոգու զորությամբ ամրապնդվել ներսի մարդու մեջ։ Այնպես որ սիրելի քույր եղբայրներ, հիշենք, որ ամբողջ զորությունը, ուժը, կարողությունը գալիս է Քրիստոսից։ Հետևաբար մենք նրանից կախյալ պետք է լինենք։ Քրիստոսը քո կյանքում որ տեղն է, սա ուղղակի քեզ հարցու։ Կա մի շրջանակ, կա կենտրոն։ Քրիստոսը որ մասում է։ Եվ վերջինը տեսնում ենք լցվել սիրով։ Արտահայտությունը Պողոս առաքյալի 14 համարը։ Ձեր ամեն բաները թող սիրով արվեն։ Ինչու լցվել սիրով։ Որովհետև մինչև չլցվես սիրով, դու հոգևոր կյանքում չես էլ գործի։ Այնուհետև կյանքի համար էական 5-րդ սկզբունքն ամենաընդգրկունն է։ Առանց դրա մյուս բոլոր սկզբունքները կարող են մեզ դարձնել կոպիտ, կռվարար, անզիջում, անսիրտ արարածների։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը ասում է. թող ձեր բոլոր գործերը սիրով կատարվեն։ Սերը լրացնում է հավասարակշռում եւ մնացած ամեն ինչում իր գործը կատարում է։ Այն գեղեցիկ եւ մեղմացնող սկզբունք է։ Սերը թույլ չի տալիս, որ մեր հաստատակամությունը վերածվի կոպտության, իսկ մեր ուժը ճնշի ուրիշներին։ Սերը մեղմացնում է մեր սիրտը եւ բացում է մեր փակ աչքերը, որը մինչ այդ կույր էր մեր եղբոր հանդեպ։ Սերը տալիս է հասունություն եւ մեզ ուշադիր է դարձնում եղբայրների եւ քույրերի հանդեպ։ Այն թույլ չի տալիս, որ մեր առողջ ուսուցումը վերածվի համառ դոգմատիզմի, իսկ մեր կենսակերպը նեղմիտ ինքնաարդարացման։ Սերն այն էր, ինչ ամենից շատ անհրաժեշտ էր կորինթացիներին, եւ ինչն ամենից շատ անհրաժեշտ է բոլոր ժամանակի հավատացյալներին։ Ամենից առաջ ինչ է ասում Պետրոս առաքյալը, ջերմ սեր ունեցեք միմյանց հանդեպ։ Ասում է Պետրոսը, քանի որ սերը ծածկում է մեղքերի բազմությունը, 4 գլուխ 8 համարում։ Սերը ինչպես եւ հոգևոր զորությունը գալիս է Տիրոջից։ Հովանես առաջի գլուխ Հովանու 4:7-ը գրում է. Սիրելիներ, եկեք սիրենք միմյանց, որովհետև սերը Աստծուց է, եւ ամեն ոք, ով սիրում է, ծնված է Աստծուց եւ ճանաչում է Աստծուն։ Մենք կարող ենք եւ պետք է սիրենք միմյանց, որովհետև շարունակում է Հովանեսը 19 համարում, նախ նա ինքը հենց սիրեց մեզ։ Հետևաբար պետք է մենք մեր սերը կարողանանք այլ ավելի զարգացնել հոգևոր կյանքի մեջ, մտածելով եւ գիտակցելով։ Եկեք գործնական քայլերը նայենք եւ ավարտենք։ Գործնական քայլերի մեջ կլինի նաեւ հավելյալ խորհուրդներ, որը հուսամ փոքր-ինչ օգտակար կլինի ձեզ։ Առաջին արթուն մնացեք։ Արթուն մնալու նախապայմանը անդադար աղոթելն է։ Աղոթքը չի թողնում, որ հոգևոր քուն ապրես, հիշիր։ Աղոթքը չի թողնում, որ հոգևոր քուն ապրես։ Աղոթք ասածը այն չէ, որ կարճ շնորհակալություն ասենք կամ առաքելական եկեղեցու պես Տեր ողորմյա կրկնենք տասնյակ տարիներ։ Կարճ, ինչ որ մի բան գիտենք, 10 տարիներով կրկնում ենք նույն բանը, կամ միայն հայրմերը։ Աղոթքը խորը հարաբերություն է մեր երկնային Հոր հետ, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ։ Աղոթքը այն է,
ինչ Հիսուս ասաց, նախ երկնքի արքայությունը փնտրեցեք։ Իսկ երկնքի արքայությունը փնտրում են այսպես. երբ Սուրբ Գիրքը կարդում եք, տեքստին ուշադիր եղեք։ Եթե տեսնում եք ինչ որ եկեղեցու խնդիր, խնդրեք, որ Տերը օգնի, որ դուք չանեք նման բան։ Տեսնում եք պատվիրան, խնդրեք, որ Տերը ուժ տա, զորություն տա ու որ կատարելու սիրտ տա, կարողություն տա, ցանկություն տա, որ անեք տվյալ բաները։ Այսինքն, տեքստի միջոցով աշխատեք ձեր վրա, աղոթքով եւ աղաչանքով։ Աղոթեք այնպես, որ վստահ լինեք, որ հաստատված է ձեր աղոթքը Աստծո խոսքի վրա։ Աղոթեք այնպես, որ վստահ լինեք, որ ձեր աղոթքը հաստատված է Աստծո խոսքի վրա։ Եվ ձեր աղոթքներով մի փչացրեք ձեր հարաբերությունը Աստծո հետ։ Ինչ նկատի ունեմ ասելով։ Տեսեք, մենք երբեմն այնպես բաներ կարանք աղոթենք, ես իրոք լսել եմ մարդկանցից այդպիսի բաներ են աղոթում, որ նայում ես ասում ես, ես չեմ հասկանում, այս մարդը ընդհանրապես Սուրբ Գիրք չի կարդում, ինքը կարա մի բան խնդրի, որ ընդհանրապես պարզ գրված է, որ Տիրոջ կամքը չի կարա դա լինի, անհնար է, որ դա լինի Տիրոջ կամքը։ Սա ուղղակի բացառում է։ Սա չի համապատասխանում Սուրբ Գրությանը։ Այդպիսի աղոթքները փչացնում են ձեր հարաբերությունները մեր երկնային Հոր հետ։ Դրա համար Տերը երբ որ ասում էր, փնտրեք երկնքի արքայությունը, սա շատ կարևոր արտահայտություն է երկնքի արքայության գաղտնիքը, չգիտեմ, փակ թե բաց, բոլորը գրված են Սուրբ Գրքում։ Դրա համար նորից վստահ եղեք, որ ձեր աղոթքը համապատասխանում է Սուրբ Գրքին։ Մի եղեք խարիզմատների պես, մի եղեք առաքելականների պես։ Ինչ տարատեսակ հիմար աղոթքներ ասես լսում ենք։ Գոռում այն անգամ գոռում է Խակյանը, սևակը կներեք։ Տեր քո գչնած գոռնել ասում։ Կրակիչեցրու երկնքից այստեղ։ Ես չեմ հասկանում։ Աստված, որ այդ կրակիչեցնի տեղ, դուք ուղակի, չգիտեմ, մոխիր կդառնաք։ Չգիտեմ ինչ ու իբրև թե բառեր են ուզում տան, երանգներ են ուզում տան, բայց այս ամենը ես չգիտեմ, Աստված չի լսում։ Եվ կան ավելի պիղծ, որ ներքին ցանկությունից է գալիս աղոթքներ, որը որ էլի տեսնում ես, ինչ շա ուզում, ես ինչ աղոթքներ անում։ Այդ աղոթքները փչացնելու են ձեր հարաբերությունները։ Հաստատուն մնացեք ճիշտ ուսմունքի մեջ։ Իսկ հաստատուն լինելու համար խորը ուսումնասիրություն է պետք, որը գրեթե անհնար է առանց հովի առաջնորդության։ Հետևաբար, երբ ասվում է, թե պետք է խոսքը ուսումնասիրենք, սերտենք, նման հնարավորությունները որքան կարող եք օգտագործեք եւ նման հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք։ Եթե պետք է անգամ դուք ստիպեք, խնդրեք ձեր հովին, որ առաջնորդի ձեզ, օր որոշեք, չի կարա, ես այս տարիների ընթացքում հիշում եք անընդհատ կազմակերպել եմ, որ եկեք հավաքվենք, բայց մարդ կա ուզել է, արել է եւ մարդ էլ կա չի ուզում ընդհանրապես տրամադրի դրան ժամանակ սերտողություններին եւ հետո էլ ինքը իր մեջ կարող է նեղվի, թե ես հոգեվոր աճ չունեմ։ Պատճառներից մեկը այդ դրանք է։ Հոգեպես հասուն եղեք։ Գիտեք, հոգեվոր ոչ հասուն մարդը, որքան էլ դավանի հավատը առ Հիսուս Քրիստոս, նա ունակ է հարցերը լուծելու մարմնավոր կերպով։ Նրա միտքը ի զորու չէ աստվածահաճո կերպով ապրելու եւ նրա գործողությունները միշտ Տիրոջ կամքից դուրս են լինելու։ Նա լինում է նեղացկոտ, նաեւ նեղացնող։ Համ նեղացկոտ է լինում, համ նեղացնող, որովհետեւ ինքը սովորական աշխարհիկ մարդ է լինում, կարծես թե։ Հոգեվոր մանուկի հետ դժվար է նաեւ ծառայելը, սա էլ հիշեք։ Բայց վատն այն է, որ նա չի նկատում, որ խնդիրը իր մեջ է։ Հոգևոր մանուկին անգամ շատ հարցեր չես կարողանում վստահել, քիչ առաջ էլ ասի։ Ինչպես սովորական երեխաներին։ Պուճուր երեխեքին կարող ենք շատ բաներ վստահել, ոչ, սա նույնը հոգևոր կյանքում։ Շատերը կան, որ տարիները անցնում է, նրանք պետք է որ լցված լինեն Աստծո իմաստությամբ, քարոզեն ամենուրեք, բայց ոչ։ Դեռ իրենց է պետք քարոզել, այն էլ սկզբից, իբրև մի, չգիտեմ, իբրև մի երեխայի։
Տեսեք ինչ է գրում Եբրայեցիների նամակի հեղինակը, Եբրայեցիների 5-րդ գլուխ, կուզեմ ուշադիր լինեք, սա որպես մեզ դաս, հա, բոլորիս թող լինի։ Եբրայեցիների 5-րդ գլուխ 11-ից 14 համարները եկեք կարդանք, եթե հասցնեք բացեք։ 5-րդ գլուխ 11-14։ Ում մասին շատ բան ունենք ասելու Տիրոջ մասին, որ դժվար է մեկնել, որովհետև ձեր լսելիքները բթացած են։ Ինչու է բթացած, դե ուշադիր նայեք, ինչ պատկեր է տալիս, սա կարճ էլի, մի հատ ասենք, բնական է չեն կարող մանանանք, շատ բան կարա այսքան առաքյալը սովորացնի այս մարդկանց, շատ բան, բայց ասում է, ձեր ականջները, հոգու ականջները բթացած են, բայց բթացման պատճառը նայեք որտեղ է ցույց տալի։ Քանզի ժամանակին նայելով սովորեցնողներ պիտի լինեիք, սակայն պետք է որ մեկը ձեզ նորից սովորեցնի Աստծո պատգամների առաջին սկզբունքները, կաթի եք կարոտ, ոչ թե ուժեղ կերակուրի, քանի որ ով կաթնակեր է, անհմուտ է արդարության խոսքում, որովհետև մանուկ է, իսկ ուժեղ կերակուրը չափահասների համար է, որոնց զգայարանները, տեսեք արդեն, օգտագործման հետևանքով կրթված են զանազանելու բարին և չարը։ Այսինքն ցույց է տալի երկու տեսակի մարդկանց։ Մեկը, որ հոգևոր բթացած վիճակ է, որը խոսքին ուշադիր չի եղել, ժամանակին հետևողական չի եղել, տեսել է, տարիները գնում են 1, 2, 3, 5, 10 տարիներ գնում են հոգևոր կյանքի մեջ է, բայց երկու բառ ավետարանից չեն կարող նորմալ խոսան։ Համարներ կա, որ այսօր անգամ անհավատները գիտեն նման համարներ անգիր, այդ հավատացյալները սկի չգիտեն այդ համարները, այսինքն սրանք հայտնի համարներ եւ ինչեւ է։ Այս մարդիկ արդեն տեսնում եք տարբերություն է դնում։ Իրանց հետ ասում է չես կարող վստահ լինել, իրանց հետ չես կարող խոսալ, հոգեվոր մանուկներ են, իրանց հետ հələ նոր պիտի աշտես, բայց տեսեք ինչ է ասում, հոգեվորների հետ արդեն կարելի է մեծ բաներից խոսալ, մեծ բանել հուսալ, ծրագրել, կազմակերպել։ Դրա համար այսօր մանուկները ծրագրի ու ծրագրի, դու կարծես մենակ նստած օդում խոսացող լինես, այդ վիճակն է։ Դրա համար մենք մեր հոգևոր կյանքին պետք է ուշադրություն դարձնենք։ Լավ, մի տարի, 2, 3, 4 տարիները ես հավատքի մեջ եմ։ Մի հատ ինքս ինձ հաշիվ տամ։ Ինչ եմ արել Տիրոջ դաշտի մեջ։ Ինչ եմ արել։ Ով եմ ես։ Ինչ պտուղ եմ բերել։ Ժողովուրդ, սա մեզ ուղղակի բոլորիս կոչ, քննենք մեր հոգևոր կյանքը։ Այնպես որ սիրելի իմ քույր եղբայրներ, աշխատեք ձեր հոգևոր հասունության վրա, լոդրություն մի արեք, դա ձեզ պատիվ չի բերելու։ Շատ կարդացեք եւ շատ աղոթք արեք։ 4. Զորացեք։ Ներքուստ ձեզ պատրաստեք հոգևոր կյանք ապրելու համար։ Այստեղ էլ ավելի ուժեղ պետք է լինեն ձեր աղոթքները։ Տեսնում եք, մեկը մեկու հետ շատ կապված է, բայց առանց խոսքին հնազանդության աղոթքները ձեզ կսարքի ավելի շուտ թութակ, քան թե աստվածապաշտ։ Ինչու եմ ասում։ Ում է պետք, երբ գիտակցում ես քո մեղքերը, աղոթում ես ու հաջորդ օրը նորից կրկնում ես նույն մեղքերը։ Ում է պետք, երբ աղոթում ես Տեր օգնիր շատ կարդամ եւ հնազանդվեմ խոսքիդ, բայց հաջորդ օրը չես վերցնում գիրքը եւ չես կարդում։ Պատրաստիր ներքուստ քեզ, զորացիր եւ վայելիր հնազանդության այդ հաճույքը, իրոք սա հաճույք է։ Երբ որ դու հնազանդվում ես Տիրոջը, չեք պատկերացնում ինչ ներքին հաճույք ես զգում, բավարարվածություն ես անգամ դու զգում։ Լուրջ վերաբերվեք Աստծո խոսքին։ Ում է պետք այն քարոզը, որ լսում եք, բայց հաջորդ օրը մոռանում եք։ Հարց է առաջանում, ինչու էր լսում։ Նպատակդ ո՞րն էր լսելու, որ անեիր, բա ինչու ես լուրջ չես վերաբերվում, չես վերհիշում, ինքդ քո մեջ չես խորում։ Գիտեք, որ հոգևոր անկումը գալիս է այն ժամանակ, երբ մեկը մի քանի բան իմանալով մտածում է, թե ամեն ինչ գիտի եւ ամեն ինչ հասկանում է։ Դրա համար ինքը թեթևամտորեն է նայում քարոզներին, պարզապես ներկա լինելու համար։ Չգիտեմ, այնտեղ ում չի ուզում, Աստծուն չի ուզում նեղացնի, որ ներկա է, Հովին չի ուզում, թե ինչի համար ես դու ստեղ։ Դրա համար
Այսօր շատերից եմ լսել, նեղանալով ասում են, այս քարոզը ոնց որ իմ մասին էր, բա ում մասին էր ուզում լիներ, բա ում մասին էր ուզում լիներ, մենք ստեղ ենք, որ իմ մասին լսեմ, որ ես փոխվեմ, չեմ եկել լսեմ, տենամ օրինակի համար մեկը ոնց է կոպիտ ասած, մեր էդու եղբորը կպնում, ասում, ահա ինչ լավ արեց, իմ համար եմ ես ներկա Աստծո քարոզները լսելու, հետևաբար այս ամեն ինչին պետք է շատ լուրջ նայենք։ Հիշեք Պողոսի խոսքերը այս հպարտ կորինթացիներին, ով կարծում է, թե կանգնած է, ինքը ամուր է, հիմա էլ էս մնացածը թույլ են, տկար են, սա նաև ինձ էլ եմ ասում։ Հիշեք, եթե մենք հիշենք, մտածենք, ես ամուր եմ, հիշեք վայր կընկնես։ Երբևէ տեսել ես սոցցանցերով, թե ոնց է մարդը ընկնում բարձր տեղերից։ Տեսած կա այդպես բան։ Ինչ-որ վիդեոներ են, մի ամիտ նկարը հանել են։ Այդ ձևի մենք կընկնենք ու կներեք բառը համար շրախկոցներս կգա, այնպես որ զգուշանանք և հնազանդ լինենք։ Հինգերորդ, լցվեք սիրով։ Ինչպես բոլոր սկզբունքները, այնպես էլ նաև սիրո հարցում պետք է աղոթող լինենք։ Ինչպես նկատեցիք բոլոր սկզբունքները, որը անհրաժեշտ են հոգևոր կյանքի արդյունավետ ապրելու համար, մեր քարոզի վերնագիրը և գլխավոր միտքը, Քրիստոսից են գալիս, հետևաբար նրանից խնդրելուց այս ամենը պետք է նախ նրան հնազանդ լինենք, որ տրվի մեզ, իսկ անհնազանդության դեպքում հիշեք, որ խնդրածը տեղ չի հասնում, դրա համար, եթե մի բան խնդրում ես Աստծուց, Քրիստոսից, ուրեմն իրան ինչ պետք է լինի, ոնց կարաս դու անհնազանդ լինես, բայց քեզ տրվի ու տրվի, սա բացառվում է, սա թող մեզ ի գիտություն լինի, որ իմ հոգևոր աճի, պակասի հիմնական պատճառը իմ անհնազանդությունն է։ Այնպես որ Քրիստոսի արյունով գնված սիրելի քույր եղբայր, եկեք Աստծո սուրբ խոսքին հնազանդ լինենք և վայելենք այս մարգարիտները ոչ թե միայն լսելով, այլ մեր կյանքով, որպեսզի մեր ապրած հոգևոր կյանքը վայել և համապատասխան լինի Տիրոջ կամքին, այլ ոչ թե մի պահ ոգևորվենք, վերջ, վաղվանից այսպես եմ անելու, այնպես եմ անելու, բայց հետո տկարանանք ու մոռանանք մեր տված խոստումները։ Եկեք վերջում աղոթքի հետ կապված երկու բան էլ ասեմ, որը օգտակար ու պետք է գա։ Երկրորդ Թագավորաց 7-րդ գլուխ 18 համարում գրված է. Դավիթը նստեց Տիրոջ առաջ, աղոթքի համար։ Դավիթը նստեց Տիրոջ համար։ Գիտեք ինչ հզոր բան է Տիրոջ առջև ծնկի գալ սուրբ դիրքում։ Մենք հազիվ թե կարողանանք պատկերացնել, թե որքան օրհնություններ ենք բաց թողել մեր ձեռքից աղոթքի նկատմամբ անփութության պատճառով, մեկը ես։ Համարձակ եղեք աղոթքի մեջ և միևնույն ժամանակ խոնարհ եղեք։ Թեոդոսը մի անգամ լսում է, թե ինչպես է աղոթում Մարտին Լյութերը ու պատմում է։ Մի անգամ ես լսեցի, թե ինչպես է Մարտինը աղոթում և Աստված իմ, ինչ կյանք և հոգի կար այդ աղոթքի մեջ։ Դրանում այնպիսի երկյուղածություն կար, կարծես նա Աստծո հետ էր խոսում, բայց այնպիսի համարձակություն կար, կարծես նա իր մտերիմ ընկերոջ հետ էր խոսում։ Այո, աղոթքի մեջ այս երկու չափավորությունները շատ պարտադիր են, թե մեր խոնարհությունը և թե մեր համարձակությունը, որտեղ մենք Քրիստոսով ունենք արդեն այդ համարձակությունը պարզ խոսելու, դիմելու, ուղիղ մեր Աստծո հետ մեր հարաբերությունները պահելու, բայց միևնույն ժամանակ խոնարհ եղեք, ինչպես թեկուզ և Մարտին Լյութերը։ Սիրելի քույր, եղբայր, թույլ տվեք, խնդրեմ ձեզ, որ աղոթքի մարդ լինեք։ Միգուցե դուք մեծամեծ պարգևներ չունեք, աշկին գնող մեծ պարգևներ չունեք, բայց կարող եք հավատարիմ ծառաներ լինել, եթե հարատևեք ձեր աղոթքների մեջ։ Եթե դուք չեք կարողանում ավետարանը լավ տարածել, հպվել մարդկանց սրտերին, ապա գոնե կարող եք աղոթել, որ Աստված հպվի նրանց սրտին։ Սիրում եմ Սպերջնի խոսքերը։ Եթե մենք ի վիճակի չենք մարդկանց աղերսելու, որ Աստծուն դառնան, ապա կարող ենք գոնե փորձել Աստծուն աղերսել, որ ինքը անձամբ դառնա նրանց։
Մենք չենք կարող փրկել նրանց, ոչ էլ նույնիսկ համոզել, որ իրենք փրկվեն, բայց կարող ենք գոնե ողբալ նրանց խելագարության համար եւ աղաչել, որ Տերը ինքը անձամբ միջամտի։ Այնպես որ, սիրելի քույր եղբայրներ, այս ամենը, ինչը որ Պողոս առաքյալը խոսում էր, արթուն եղեք, հաստատուն մնացեք, հավատի մեջ, արիացեք, զորացեք, ամեն ինչ սիրով արեք։ Այս ամենը առանց աղոթքի ջանքերի, առանց աղոթքի կյանքի անհնար է լինել։ Այնպես որ եկեք հիմա իրար հետ աղոթենք եւ ավարտենք։ Տիրոջը խնդրենք, որ մեզ զորացնի ու կարողություն տա իր խոսքը կատարենք։